քանի թեմաների հետ կապված ձեր գնահատականը լսենք եւ այսպես այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի տեղափոխել են ԱԱՑ մեկուսարան, Արմավիր քրեակատարողական հիմնարկումներն է, 2 ամսով կալանավորել են վերջինիս, բացահայտ անթափույց Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ստատուսներով չթաքցրեց, որ այս ռեպրեսիաները ուղղակիորեն ինքն է համակարգում եւ օրինակ եթե կլինի անգամ ԱԱՑ պետ Արմեն Աբազյանը, որը ասում էին հեռացվել որտեղ չի ենթարկվել այդ շոուն չի կազմակերպել Փաշինյանի սիրտը փառավորելու համար, կհեռացվի ուղղակի։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը Սամվել Կարապետյանի դեմ իրականացնող։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, այս իրադարձությունները, որոնց մենք այս վերջի մի քանի օրը ականատես եղանք, շատ զարմանալի էր եւ միևնույն ժամանակ ոչ այնքան զարմանալի այս ամբողջ իրականացվող այս գործողությունները, որ կատարվում է իշխող գուսակցություն իշխող խումբը եւ ժողովրդի հանդեպ եւ անհատների հանդեպ եւ ընդհանրապես պետության հանդեպ։ Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի կալանավորմանը, փաստացի մարդը կալանավորվեց ոչ սովորական ազնվորություն, ես դրան չեմ համարում սովորական, որտեղ նա իսկապես շատ խոշոր բարերար է այս երկրի եւ այս ժողովրդի համար շատ մեծ ներդրումներ արած, շատ մեծ օգնություններ կատարած, մինչև եւ հիմա էլ նա ես համոզված եմ, որ նրա բարեգործական այդ հիմնադրամները մինչև հիմա էլ անկախ ամենից մեր ժողովրդի կողքին են, օգնում են եւ կշարունակեն օգնել, նույնիսկ գտնվելով այդ կալանավայրում, ազատազրկման վայրում նա նորից իր գթասիրտությունը, իր կոռասակամությունը հայտնել է օգնել այնտեղի կալանավորներին, որոնք որ ունեին իրավական օգնության խնդիր, որոնք որ անիրավի են կալանավորվել եւ նա առաջարկել էր իր իրավաբանական, իր պաշտպանական խմբի անվճար ծառայությունները։ Ինչ վերաբերվում է նրան այնտեղից տեղափոխելու, դա բավականին սպասելի էր, որովհետեւ հաշվի առնելով այն մեծ հարգանք, այն մեծ հեղինակությունը, որ նա վայելում է ոչ միայն ժողովրդի, այլ նաեւ բնական այնտեղ գտնվող անազատության մեջ գտնվող մարդկանց շրջանում, կարող էր որոշակի վախեր, որոշակի անհանգստություններ առաջացնել ուղիչ աշխատանքային այդ միավորման եւ արտարադատության նախարարության ղեկավարների եւ ընդհանրապես այդ կալանավարերի վարչության ղեկավարության մոտ, որովհետեւ որոշակի եթե նկատվեին էլի շարունակվեն անարդար գործընթացները Սամվել Կարապետյանի դեմ, միգուցե եւ այնտեղ, ինչպես ասում են, բունտ հասունանար։ Ուստի այս մարդիկ, որպեսզի կանխարգելեն են նման զարգացումները, Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Երևան կենտրոն կալանավայր։ Ինչ վերաբերվում է երկրի ղեկավարի հրապարակումներին, դե բազմիցս մենք դրանց մասին խոսել ենք եւ բազմիցս ես նշել եմ, որ եթե մի քիչ սառ ավելի դատես, էմոցիաներից դուրս գաս, ապա իսկապես այս մարդը արդեն կլինիկական միջամտության խնդիր ունի, այսինքն այս մարդու առողջական խնդիրները բացարձակապես արդեն մասնագիտական, կլինիկական միջամտության կարիք ունեն, որովհետեւ ոչ միայն երկրի ղեկավարը, այլ ցանկացած բանական ունեցող անձնավորություն նմանատիպի գրառումներ իրեն թույլ տալ չի կարող, բայց ինչևիցե ցավոք սրտի ունենք այն ինչ որ ունենք։ Գալով ձեզ հյուր ես ճանապարհին հպանցիկ ընթերցեցի նորությունները եւ տեղեկացա, որ նույնիսկ ծրագրել են արդեն ծրագիր են պատրաստել էլեկտրացանցերը գրառում էր արել եւ կուզեմ այս մասով ինչ մանրամասն խոսենք։ Ուրեմն ինձ մոտ այդ գրառման մասով եւ ծիծաղ եկավ եւ մի պատմական ինչպես ասում են իստորический параллели ես անցկացրեցի պատմական զուգահեռներ, այո ակամա հիշեցի անցած դարի դարասկզբի հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը, որից հետո բոլշևիկները սկսեցին պետականացնել մասնավոր սեփականությունը, որովհետև միգուցե նրանց քայլերը արդարացված են, որովհետև այն ժամանակ դա հեղափոխությունը դասակարգային էր։ Մի դասակարգին փոխարինման եկավ երկրորդ մյուս դասակարգը, որի արդյունքով եւ
Միգուցե տրամաբանորեն, միգուցե եւ ոչ տրամաբանորեն դա պատմական խնդիր է, պետք է այդ թեման առանձին քննարկել, բայց ինչ վերաբերվում այսօրվա այս գործողություններին, մեզ իշխող կուսակցությունից հիշեցրեցին բոլշևիկների քայլերը։ Բայց ի տարբերություն բոլշևիկների այն ժամանակ իրականացված այդ պետականացման գործընթացներին, այսօր բարեբախտաբար այս մարդիկ այդպես, ինչպես ասում են, ինքնակամ նմանատիպի գործառույթներ չեն կարող անել, որտեղ գոյություն ունեն բազմապիսի արբիտրաժային միջազգային դատարաններ, որոնց օգնությամբ եւ ավելի քան համոզված եմ, որ դատարան դիմելու պարագայում Սամվել Ալեքսանյանին պատկանող Սամվել Կարապետյանին պատկանող կազմակերպությունները շատ հանգիստ կարող են վերականգնել իրենց սեփականության իրավունքը էլեկտրոցանցերի վերաբերյալ, այնպես որ ես կարծում եմ, որ այս հայտարարությունները զուտ քարոզչական են, զուտ ինչ-որ ուշադրություն գրավելու, ուշադրություն խլելու, ինչպես ասում են, շատ ավելի կարևոր թեմաներից, որոնք տեղի են ունենում մեր հանրապետության հետ, մեր պետության շուրջը, մասնավորապես պետության ղեկավարի այցը Թուրքիա եւ այնտեղ կնքած այդ պայմանագիրները, պայմանավորվածությունները, որոնց մասին ցավոք սրտի մենք կտուր տեղեկություններ ունենք, բայց ինչևիցե ճիշտ է շատ հասկացող մարդը, հետևող մարդը արդեն հասկանում է ինչի մասին է խոսքը, նույնիսկ ելնելով այն հայտարարություններից, որ նա արեց Թուրքիայից վերադառնալուց հետո։ Հիմա շարունակում եմ, մենք անպայման իր Թուրքիա այցին կանդրադառնանք, պարոն Մինասյան, ուղղակի ամոթ է, որպես ես բառերը կրկնեմ, ամենագրեհիկ, ամենախայտարար գրառումներով նորից հարձակում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եթե կարելի է մի հատ, ուղղակի խնդրեմ դուք ծանոթանաք նորից, չգիտեմ, սա աբսուրդի ժանրից է։ Իրեն հոգի հարազատ տերմինոլոգիայով, բառապաշարով։ Սա վերջին գրառումն է, վաղ առավոտից ինքը էլի գրառումներ է անում, այդ բառը կրկնելով։ Ու նմանատիպ գրառումներ։ Դե ես սա կներեք իսկապես ես ինձ թույլ չեմ տա եթերում ինչ-որ արտաբերել, կարդալ, բայց ինչպես ասում են, սա արդեն ամեն սահմանները անցնում է։ Լավ, սա գրառում է, որը որ մեկնաբանելը իջնել է այս մարդու մակարդակին, ասենք ինչպես կարելի է պետության ղեկավարը ցանկացած հայ մարդ այս նման բաներին թույլ տա, ինչևիցե ես ուղղակի փորձեմ մի քիչ ավելի կոռեկտ լինել, ավելի նուրբ լինել, բայց պետք է ասել էլի։ Հասկանում եք խնդիրն ինչումն է, լավ, որտեղ են ապացույցները, դուք ապացուցել եք այդ մարդկանց կամ դուք ինչ գործ ունեք վեհապարի, եկեղեցական գործերի հետ, դուք ինչ, ես անցյալ մեր զրույցի ժամանակ բազմապիսի լայցիզմից օրենքներ բերեցի, որոնք եւ Ֆրանսիայում են կիրառվում, եւ Գերմանիայում, եւ Անգլիայում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոչ մեկ նորից եմ ասում, աշխարհի կյանքից իրավունք չունի իր քիթը խոթել, այսպես եմ ասում, իր քիթը խոթել եկեղեցական խնդիրների։ Եթե եկեղեցու ներսում խնդիրներ կան, դրանք լուծվում են բացառապես եկեղեցու ներսում, բացառապես իրենց կանոնակարգով եւ վարքաբանության մասին կանոնակարգով, ոչ մեկ իրավունք չունի։ Կամ եթե դուք կրկնում եք ինչ-որ բառերը մեղայքես թե Աստված, ես բառերը չի կարելի եթերում օգտագործել, բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ դե հերիք է էլի ինչպես կարելի է, վերջապես երեխաներ են կարդում, կանայք են կարդում, ծերեր են կարդում, ինչպես կարելի է այս ամեն ինչը այս աստիճանի էժանացնել, նսեմացնել, այս աչքը։ Ես չգիտեմ, այս մարդիկ ինչ խնդիր են լուծում։ Լավ, արդյոք այս երկրում էլ խնդիր չկա։ Էլ խնդիր չկա լուծելու, բոլոր խնդիրները լուծել եք, երկրի պաշտպանությունը ապահովել եք, երկրի զարգացումը դրել եք նորմալ ռելսերի վրա, երկիրը զարգանում, ամեն ինչ նորմալ է, հիմա սկսել եք եկեղեցու խնդիրներով զբաղվել, եղբայր զբաղվեք ձեր խնդիրներով, ես ձեր տան խնդիրներով զբաղվեք, ձեր շրջապատի կամ ձեր բառապաշարը փոխեք, ինչպես կարելի է ասենց նմանատիպի գրառումներ անել, ինչպես կարելի է
երկրի գլխավոր մեկ ամբիոնից նմանատիպի վերաբերակներ մեկը մյուսի հասցեին, ես sense բան չի աշխարհի պատմության մեջ այսպիսի բան չկա, հա լինում են պարլամենտներում կոնֆլիկտներ, բայց նմանատիպ բառապաշար ես չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, ով է ձեզ իրավունք վերապահել վեհապարի հետ խոսել նրա աշխարհիկ, դիմել նրան աշխարհիկ անուն ազգանունով կամ առանց ինչ-որ հիմնավորումների, ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել, չէ որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, նույն մոտեցումներով կարելի է ձեզ էլ մեղադրել տարատեսակ, ձեզ ընդհանուր ձեր ընտանիքի անդամներին տարատեսակ մեղքերի եւ անվայել կյանքին անվայել, մարդկության անվայել գործողությունների մեջ, բայց պարզ է, չէ՞ որ սա ոչ թե անձի, այլ մեր եկեղեցու, մեր հավատքի, պետական արժեքի, մեր 95-ը։ Սա շատ ավելի խորքային ու վտանգավոր գործառույթ է։ Դուք տեսաք, թե այդ մարդը Թուրքիայցի ժամանակ ինչպիսի հնչորճվանքով մտավ կապուտ մզկիթը, բացարձակապես ես ոչ մի հավատքի հետ խնդիր չունեմ, ցանկացած մարդ, ցանկացած ազգ ինքն իր հավատքը ընտրում իր դավանանքը եւ ես ցանկացած դավանանքի ինչպես եւ իուդայիզմին եւ ինչպես մահմեդականությանը նույնպես մեր հավատքին կաթոլիկների հավատքին բացարձակապես հարգանքով են վերաբերվում առանց որևիցե այլ ինչ-որ վերապահումների, բայց եթե դու ինքդ քու եկեղեցին չես հազգում, այսինքն դու ի՞նչ է նշանակում այդ ուրիշ հավատքի եկեղեցի գնալ այդ լավ հասկացան կանոնակարգը կամ ինչ պարտադիր էր գնալ այնտեղ ու հանել կոշիկները մտնել այդ եկեղեցու մեջ այսքան ժամանակ ես չեմ տեսել որևիցե մի երկրի ղեկավար գնա կապուտ մզկիթ կարող է ինչ որ միջազգային կազմակերպության ղեկավարներ գնացել են այցելել են տարբերության համար մի դրվագ էլ պատմեմ ՆԱՏՕ-ի ղեկավար անձանցից մեկն էլ վերջերս որ գնացել է ստիպել են կոշիկները հանել երկու բաներն էլ ծակ են եղել ուզում ասեմ ընդհանուր մինչև այս հայտարարությունները այնտեղ հասնում բայց ով է ասել ով է ստիպել կամ ով է պարտադրել անպայման գնալ մտնել կապուտ մզկիթ հրճվանքով այդ ամեն ինչին նայել հրճվանքով նայել այդ մոլային իսկ մեր հոգևորականների հասցեին այսպիսի սա նորից եմ կրկնում սա անձերի խնդիր չի լավ այդ ինֆորմացիան հենց նոր ասենք դա ասենք վերցնենք ինֆորմացիա դուք այդ ինֆորմացիան այդ եկեղեցի ներկայացականների մասին այդ կյանքի վերաբերող նոր եք ստացել ինչի հենց հիմա սկսեցիք նորից եմ ասում թեկուզ եւ կամ այդ ինֆորմացիա ձեզ տվողը նա չի ամանչում իր ուսադիրներից ինչպես կարող է ուզում եմ գիտեք ինչին եմ ուզում միանշանակ եթե այս ինֆորմացիան տվել են ազգային անվտանգության մարմինները ներքին գործերի դա քրեորեն պատժելի է որովհետեւ մեր սահմանադրության մեջ 41 եւ 42 հոդվածներով ամրագրված է որ ոչ մի աշխարհիկ եկեղեցի աշխարհիկ կազմակերպություն մարդ պետությունը ընդհանուր մինչև չի կարող միջամտել եկեղեցու ներսի կյանք եթե այնտեղի գործառույթները չեն վնասում երկրի անվտանգությանը եւ չեն պարունակում քրեորեն պատժելի արարքներ այսինքն այս ձեր մեղադրանքները ոչ մեկի ոչ էլ մյուսի հետ են կապված ձեր ինչ գործնա նորից եմ ասում ձեր ինչ գործնա ես կրկնում եմ սա անձերի խնդիր չի սա մեր եկեղեցուն մեր պետականությանը ուղղված խնդիրներն են այս մարդիկ ստացել են պատվեր իրենց ղեկավարների իրենց տերերի ամեն գնով Հայաստանի Հանրապետությունը թուրացնել Հայաստանի Հանրապետության կենսագործունեությունը բերել հասցնել են մակարդակի որպեսզի ժողովուրդը հուսահատվեն որպեսզի այդ թուրան կոչված ծրագիրը որը որ թուրքերը երազում են արդեն քանի 100 տարի է կատարած են ինչ վերաբերվում է իր այդ այցի ժամանակ այդ կնքած պայմանավորված ես չգիտեմ նույնիսկ դա գրավոր է բայց նա հայտարարեց որ պայմանավորվածության են եկել որ միջանց կոչվածը չէ բայց խաչմերուկ են դա անվանում եւ մեծ թուրանն է դա կապ չունի լսեք ում եք գժի տեղ դնում ասենք լավ չեք անվանում միջանց կանվանում եք խաղաղության խաչմերուկ դրանից ի՞նչն է փոխվում անունն է փոխվում
Բացարձակապես նույն գործառույթներն լինելու այդ միջանցքի եւ ձեր նշված խաղաղության խաչմերուկի վերաբերել։ Այսինքն թուրքերը հասան նրան, ինչին որ ձգտում էին։ Ես կարծում եմ, որ այս մարդիկ շատ շուտով պատասխան պետք է տան այս ամեն ինչի համար, այն վնասի, որը որ նրանք հասցրեցին մեր պետականությանը իրանց իշխանության գալու հենց առաջի օրվանից։ Եվ ես համոզված եմ, որ այդ պատասխանի ժամանակը շատ շուտով լինելու է։ Ամեն դեպքում, այսպես հայտ մտավախությունը հիմա ինչ է հանձնել Ստամբուլում զանգեզուրի միջանցքի մասին եք խոսում, առավել ևս, որ տեսնում եք ճիշտ է հիմա հրադադար է, բայց Իրան-Իսրայելի պատերազմը ինչ վերաբերվում է Իրано-իսրայելական պատերազմին, շատ, ասենք, մասնագետներ, շատ էքսպերտներ, ինչպես ասում են, տարբեր տեսակի գնահատականներ էին տալիս, բայց կային նաև ավելի սառը դատող, ավելի բանիմաց մարդիկ, որոնք կանխորոշում են, որ այս պատերազմը ամենաշատը տևելու է 2 շաբաթ, որը եւ մենք բոլորս ականատես ենք լինում, արդեն մոտեցավ իր ավարտին, Պրեզիդենտ Տրամփը ազդարարեց, որ խաղաղության են հասել, չնայած ես նոր ճանապարհ են գալուց տեղեկացա, որ Իսրայելը հայտարարեց, որ Իրանն հրթիռակոծել եւ հայտարարություն տարածվեց, որ Իսրայելն է պատասխան հրթիռակոծել, այսինքն սա կարելի է եւ վերագրել նրան, որ գիտեք ինչ պայմանավորվածությունները խախտվում են, բայց կա մի լավ ասացված, ասում են արևմուտքը շատ նուրբ գործ է։ Արևմուտքում այսպեսի մի, ինչպես ասում են, սովորույթ կար, ցանկացած պատերազմի հանգուցալուծման պարագայում, խաղաղության կնքելու պարագայում կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջի հարվածի իրավունք, ինչպես ասում են, право последнего удара, իրան վերապահել, ըստ երևույթին ես կարծում եմ, որ սա հենց այդ process-ն է եւ մաքսիմում մինչեւ այս շաբաթվա կեսեր, մինչեւ ուրբաթ օրը մենք արդեն ակնկալես կլինենք լիակատար խաղաղության։ Իսկ հետևանքների մասին, այո, շատ կարեւոր ու հետաքրքիր են լինելու հետևանքները եւ շատ հնարավոր է, որ մեր ռեգիոնում լինեն շատ հետաքրքիր զարգացումներ, ելնելով այն փաստերից, որ արդեն հստակորեն ֆիքսվել է, որ որոշակի հարվածներ Իրանի տարածքից կատարվել են Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Ղարաբաղի տարածքից եւ ես կարծում եմ, որ իրանական կողմը այս ամենը աննկատ եւ անպատասխան չի թողնի, որովհետեւ նրանց արտաքին գործերի ներկայացուցիչը եւ Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների ներկայացուցիչը 2 անգամ շեշտեցին, որ այդ ամեն ինչը ֆիքսված է, ամեն ինչը նույնիսկ տեսագրված է եւ նրանք այդ ամենը պատասխան կտան եւ անպատասխան չեն թողնի։ Այնպես որ գիտեք ինչ, ես նաեւ հույսս շատ այդ միջանցքի, որը որ այս մարդիկ այս լավ սրանց բնորոշումները թողենք, անվանում են այս խաղաղության խաչմերուկ, ինձ թվում է, որ որոշակի գործառույթներից հետո խաղաղությունը Իսրայելի եւ Իրանի միջեւ կնքելուց հետո Իրանը շատ ավելի հզորացած, շատ ավելի վճռականորեն տրամադրված կանրադառնա այս միջանցքի ու խաչմերուկի խնդրին, որովհետև նրանք շատ լավ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Անունները փոխելով ոչինչ դա չի փոխվում եւ ես կարծում եմ, որ բավականին մոտ ապագայում մենք նորից Իրանի կտրուկ արձագանքը կլսենք այդ միջանցքի վերագործարկման վերաբերյալ։ Ես եթե հիշում եք, ես բազմիցս այստեղ նշել եմ, այո, մենք բոլորս էլ դեմ չենք։ Թող կոմունիկացիաները բացվեն, թող մարդիկ գնան մեքենաներով, գան իրար հետ հաղորդակցվեն, թող աշխատեն իրար հետ, ինչպես ասում են, ով է ասել, որ անպայման այդ միջանցքը հենց պետք է Զանգեզուրի մեջով գնա, ով է ասել։ Թող են վերևով գնան, թող գան Երևանով գնան, որտեղով ինչ պարտադիր է, որ հենց այդտեղով, այնպես որ այս միջանցքի խնդիրն էլ ծառայում են միայն ու միայն թուրք-ադրբեջանական շահերին, նրանց անգլոսաքսոնական տերերին։ Ես այս ամենը ուղղված է նրան, որպեսզի այս ռեգիոնում, այսինքն թուլացնեն եւ Ռուսաստանի շահերը, եւ Իրանի շահերը ազդեցության, որպեսզի
իրանց այդ երազած այդ թուրանական այդ մեծ թուրանի ծրագիրը իրականանա եւ ինչպես տեսնում ենք այսօրվա մեր իշխանությունները ավելի ջանասիրաբան են լծվել այդ գործին, քան թե նույն ինքը ին դիտարկման ամենադեպս կան ինքը Էրդողանը կամ էլ հենց վերցնենք հարևան երկրի ապուշը։ Մենք նորից գալով Սամվել Կարապետյանի թեմային, տեսեք, այս փուլում ամենադեպքում նաև Ռուսաստանից արձագանքներ եղան եւ Զատուլիներ, եւ հանրաճանաչ դեմքեր, եւ Պեսկովը, այս ամենը ինչ արձագանք կսպասենք նաև առաջիկան Ռուսաստանից, եւ դուք կապ տեսնում եք նաև երեք այդ համացանցում տարածված տեղեկությունը, որ ՖՍԲ-ն բացահայտել է Սուքիասյանի հատամարտների վերաբերյալ։ Գիտեք ինչ, ինչպես ես մեր զրույցի սկզբում նշեցի, Սամվել Կարապետյանը այն անձ չի, որի նմանատիպ վերավորի հանդեպ նմանատ անհիմն քրեական հետապնդումը փաստացի մարդուն քրեական հետապնդման են ենթարկում իր սեփական կարծիքը հայտնելու համար, որը որ ամբողջ իրավագիտության մեջ նոնսենս է, նմանատիպի ես ամենայն դեպս իմ եւ աշխատած ժամանակահատվածում եւ իմ շփումների, իմ ուսուցման ժամանակ ես նման դրսևորումների ականատես չեմ եղել, սա շատ ցնցունջ եւ շատ զարմանալի, շատ անիրավական, ինչ որակում խնդրեմ կարող եք տալ, բայց նմանատիպի գործառույթներ մարդու հանդեպ իրավական հետապնդում միայն դրա համար, որ մարդ իր կարծիքն ու աջակցությունն հայտնել իր հավատքին, իր եկեղեցուն, ես չեմ տեսել։ Եվ ինչպես նշեցինք, այո, իսկապես Սամվել Կարապետյանը այն մարդը չի, որին որ այսպես վերցնես ու նորմատիպի վերաբերմունք նրա հանդեպ դրսևորես։ Եվ այո, եւ արձագանքեցին եւ ընդհանուր մինչեւ նա Պուտինի աշխատակազմի նրա մամուլի խոսնակը եւ ներքին գործերի, արտաքին գործերի խոսնակ Մարիա Զախարովան եւ Պեսկովը եւ բազմաթիվ պատգամավորներ եւ հասարակական գործիչներ եւ արվեստի գործիչներ, այսօր ես տեղեկացա, որ լեգենդար մեր հայազգի ֆուտբոլիստ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն էլ արձագանքի է եւ հետնել մի ռեպլիկա թողել, որ նույն ձևով կարող են ինձ էլ ձերբակալել։ Այսինքն ես ավելի քան հակված եմ, որ այս ամենը անհետևանք չի մնա։ Ի վերջո Սամվել Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, իսկ Ռուսաստանը, ինչպես ասում են, ռուսկի սվայի не бросают, Ռուսաստանի քաղաքացին իրանց համար մնում է Ռուսաստանի քաղաքացի։ Իսկ հետևանքների մասին շատ շուտով մենք ականատես կլինենք։ Եթե մենք փորձենք ձեր նշած այդ ադամանդների գործը կապել այս գործընթացների հետ սկսվող գործընթացը, մեծ ցանկության դեպքում միգուցե եւ կարողանանք կապել, բայց ես հակված չեմ, քանի որ նորից եմ ասում, ես կողմնակից եմ անվերապահորեն անմեղության կախավարկածի պաշտպանմանը, այսինքն մինչև ռուսական պետական պատկան մարմինները եւ Դաշնային անվտանգության ծառայության մամուլի քարտուղարը եւ քննչական ծառայության մամուլի քարտուղարը մինչև վերջնականապես անուններ չտան, ինչպես դուք նշեցիք, չմատնանշեն նշված անձի անունը, ես հակված չեմ մտածել, որ նորից եմ ասում, հակված չեմ մտածել, որ սա հատուկ գործողություն է կամ էլ ուղղված է ինչ-որ բանի դեմ, բայց նաև չեմ էլ բացառում, որ կարող է լինել եւ նմանատիպի նկատառում, նմանատիպի արձագանք այս տեղի ունեցողի շուրջը, որը տեղի ունենում Սամվել Կարապետյանի դեմ եւ վերջապես էլեկտրոցանցերը գնելու համար ռուսական կապիտալ է ներդրվել, իսկ ռուսական կողմը իր ներդրված կապիտալի հանդեպ շատ բծախնդի եւ քինախնդորեն են մոտենում։ Այնպես որ արձագանքներ կլինեն եւ նույնիսկ կարող է այդ արձագանքները լինեն Լարսի հետ կապված եւ Բա իհարկե կլինի, որովհետեւ դա էլ ցանկացած քաղաքականության մեջ տարբեր ազդեցության գործիքակազմեր կան, ընդհանուր մինչև նման գործողությունների եւ այս ամենը շատ հղե, շատ վատ հետևանքներով հենց կոնկրետ Հայաստանի Հանրապետության մեր տնտեսության համար։ Դուք պատկերացնում եք, եթե պոտենցիալ ներդրողները տեսնում են, թե ասենք մարդը եկել ներդրում է կատարել եւ վերջին մարդը չի բավականին լուրջ ազնվորություն, բավականին լուրջ բիզնեսմեն, բավականին լուրջ կարողության տեր անձնավորություն եւ նրա հետ նրա ներդրումների հետ նմանատիպ են վերաբերվում,
ապա որ մեկը կցանկանա գալ Հայաստանում ներդրում անել կամ ինչ-որ բիզնես ծրագրեր այստեղ իրականացնել, այնպես որ այս ամենը մեզ բերում է այն գաղափարին, որ այս մարդկանց բացարձակապես Հայաստանի եւ հայ ժողովրդի բախտն ու ապագան չեն հետարքրում, այս մարդիկ ինչ-որ նեղ անձնական խնդիրներ են լուծում, նույնիսկ հասկանալով, որ այդ խնդիրներում այն գործառույթները, որոնք իրանք սկսել են, իրանք այդտեղ նույնիսկ այդ մասով հաջողության հասնելու ոչ մի շանս, ոչ մի պոտենցիալ չունեն։ Ուստի ես նորից եմ ասում, պետք է այս ամեն ինչի դեմը շատ արագ առնել, պետք է այս անօրինականությանը վերջ դնել, որպեսզի այս երկիրը, այս ճակատագրակ, այս օրհասական այս վիճակից դուրս գա, ժողովուրդը մի հատ շունչ քաշի, երկիրը մի հատ շունչ քաշի ու զարգացման ուղու վրա կանգնի, որպեսզի բոլորը միասին հաղթահարենք այս վրա հասած այս ինչ ասեմ, այս դժբախտությունը, այս ինչա չգիտեմ արդեն։ Եվ երեք տիկինը գրառում էր արել, որ վերջին դասախոսությունն է։ Ում տիկինը։ Նիկոլ Փաշինյանի։ Հա, ես չեմ հետևում։ Հա, որ պատրաստվում է ուսման նպատակով մեկնել Չինաստան, ասես նաև յուրօրինակ փախուստի միջոց է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ ըստ էության, եթե հայկեշ ներկայացնեմ, բոլոր նրանք, ովքեր քննադատաբար է վերաբերվում իրենց այդ կրթվել են նորաձևի շարժմանը, տխմարներ են։ Դե տխմարային մարդը գիտեք ինչ, կրթվել, սովորել մարդ պետք է իր ամբողջ կյանքի ընթացքում ինչ աստիճանել դու ուզում ես գրագետ լինես, ինչ գիտական։ Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, որոնց հետ ամեն օր մենք շփվում ենք, նույնիսկ այսօր այս պահին ամեն օր ռեժիմով այդ մարդիկ կրթվում են։ Ես էլ եմ կրթվում, իմ շրջապատը դուք էլ համոզված եք։ Ցանկացած մտածող մարդ կրթվում է։ Բայց այդ process-ը, այդ կրթման process-ը սարքել ինչ-որ քարոզչա մեքենա, սարքել գործիք, սարքել ինչ-որ մի կներեք արտադրած հանրամայր ինչ-որ սեկտա, դա անթույլատրելի է։ Գիտեք ինչ, չի կարելի մարդկանց վզին կապել մի գաղափար, որից դու էլ նույնիսկ ինքդ էլ ոչ մի կապ չունես։ Այսինքն ինչ է նշանակում, ես բազմիցս կրթվել եմ նորաձևի, եղբայր կրթվել է պարտադիր է, նորից եմ կրկնում։ Ցանկացած մարդ, որը որ գտնում է իրան պետք է կրթվել, ինքը առանց ձեր քարոզչության էլ, առանց ձեր այդ հիմար գործառույթների էլ կկրթվի։ Ով որ չի ուզում կրթվի, դու ինչքան էլ փորձես, ինչքան էլ խնդրես, ինչքան էլ ստիպես, նա չի կրթվելու։ Բոլորս էլ դպրոց են գնացել, ինստիտուտ են գնացել։ Այս սովորողը սովորում է, սովորողը չէ սովորում։ Իսկ ով որ մեզ, ես կոնկրետ ինձ եմ ասում, իմ ընկերներին, իմ ծանոթներին, ովքեր տխմար անվանում այս նման մոտեցումների համար եւ նրանց այդ ծրագրի հետ չհամաձայնվելու, դու առավոտյան մի հատ ուշադիր իրան հայլու մեջ նայի, բաց իր ընտանիքի ալբոմները նայի, հետո ուշադիր եզրակացության գա թե տխմարն ով է, իր գենոֆոնդով ու իր ամեն ինչով։ Շնորհակալություն։ Խնդրեմ։